Նիկոլ Փաշինյանն ասում է կոպեկ առ կոպեկ, Range Rover առ Range Rover թալանը հետ է վերադարձրել։ Այդ թալանը, որ հետ է վերադարձրել, դուք որպես Հայաստանի քաղաքացի տեսել եք, օգտվել եք դրանից։ Աղջիկ ջան, Նիկոլան կոպեկ առ կոպեկ հետ է վերադարձրել։ Իր քպայականներին պարգևավճար բաժան է։ Մեզի ինչ։ Ես թոշակառուկին եմ, իր այդ ռենջեր հետ վերադարձրածից թոշակառույց 1000 դրամ փող ավելացրելը, ջանդամին վերադարձնես, դուք վերադարձնում եք, դուք հարստանում եք, մեզի ինչ, ոնց որ Արցախը ծախեցիք, փողերը ծախ իրար մեջ արեցիք, ընեցել այդ ռենջը նախ չի վերադարձրել, սուտ ասում, չի էլ կարա վերադարձնի։ Ինքը այդքան դուխ չունի, որ վերադարձնի, էլ մեն հայտարարում են, Հովիկ Աբրահամյանն էլի նորից էլ իր տները, ում անունները որ տալիս է։ Բոլորն էլ իրանք ստեղում են, իրանք տներ իրանք ստեղում են, ինձ այդքան դուխ ունի, էդի մենակ սենց պրաստոյ ժողովրդի վրա կարախ, բայց որ մի հատ դուրս է գալի դառնում է կատու։ Ումից չի վախենում, հենց մեկը Ալիևից, կամակատարն է Ալիևի, Ալիևը չասեց, որ իմ ալկաշ ծաղրացում է։ Եվ կան բաներ, որ եսի ստում է, սրա ոչ մի խոսքին ես չեմ հավատում, բայց այն Ալիևի ասացներին Հայաստանի, ինչ որ վերաբերում է, ավելի շատ եմ հավատում, քան թե սրան։ Իսկ ստախոսի մեկն է, ստախոս, խաբեբա, մի խոսքով Նիկոլ ջան գնա, որ էլ մարդ չմեռնի, էլ չմիսորը նորից էլի զինվոր մեռավ, չէ, սպանում են, ասում են ինքնասպան եղավ, ինչ եղավ այդ զինվորին, առողջ, առույգ, կամ այս հազարավոր զինվոր, ինչ եղավ այդ զինվորներին, մի խոսքով, գնա, թող մի ուրիշը գա, ով հային կսիրի, ով Հայաստանը կսիրի, ով կկարենա ամուր բանակ ստեղծի, որ մենք էլ ապահով քնենք, գնա էլ մարդ չմեռնի, հերիք եղավ, մահաբերն սրանց անունը դրե, որտեղ գնացին, ընդեղ անձնեցին, ասվալտ անում, ինչի սա պետք քարած ասվալտը, թուրքը կրակում է զինվորը մեռնում է, դու ասում ես ասվալտ եմ անում, այ ասվալտը կպնի գլխիդ, ինչ եմ անում ասվալտը, այսօր հեգուցա քնում ենք, ասում ենք, այսօր էլ չեկավ թուրքը, այսօր էլ չեկավ դու դրել ես ասվալտ, ընձի պետք է քարած մանգապարտեզը, մեկ անդեղից անում ես, ընդեղից քանդվում է, կամ էլ հիմա մանգապարտեզի ժամանակը, բանակը զորացրեք, են քանդած բանակը զորացրու, որ ունեինք բանակ գոնե, աղջիկ ջան նախկինները թալանում էին, տարել են, բայց բանակ են պահե, երգիր են ունեցե, Ալիևը մեր վրա թափ չի տվել, հպարտ այն ժամանակ էինք հպարտ քաղաքացի, համի սաղի սարքես չմով, մեզնիցի չպարտություն ամնացել, ոչ մի բան, սաղին դարձեց իրա նման, չգիտեմ ինչ ասել, մենակ ուզում եմ Հրոպե առաջ թողի եսի էթա, Հրոպե առաջ թողի էթա մեր ազգը տենանք ով ա գալի ինչ անում, բայց դե ով էլ որ գա իրանից հաստատ լավը գլի, Դες ադաշտում ունեք ինչ-որ մեկին որ։ Հա, ունեմ, աղջիկ ջան ես դոգին եմ վստահում, Վարդան Ղուկասյանին, ինքը ես լրիվ իրա ասած ամեն մի բառը, ինքը շատ հայրենասեր է, ինքը զինվորական է եղել, ինքը մեր բանակը կարա զորացնի, ես հավատում եմ իրան, ու սպասում եմ իրան, ոնց որ սարքեցին գլխին այդ մարդուն էլ ուղարկեցին, բայց դե կգա, հոտես չի մնա, իրա իշխանափոխությունից հետո այնքան մարդկանց գլխին է սարքե դոգի պես, բոլորն էլ հելնելու են, արդարությունը փայլելու է վերջը, իրանք են դժվելու, իրանք, ինքը իրան նախիրով։ Դե հիմա Ամերիկայում է, ինչ պայմաններում է պահվում, բայց սպասում ենք իրան։ Ինչու ձերբակալեցին, կալանավորեցին։ Որովհետև ընտրություններ էր, որովհետև ինքը ունի տասնյակ հազարավոր աչակիցներ, վախեցան, որ դոգը, եթե Գյումրիում իրա թեկնածությունը դրել էր, չէ, վախեցան իրանք, 80% ձայն կհավաքեր դոգը, եթե թեկնածությունը չհաներ, վախեցան, ոնց որ հիմա, նորից վախենում են ինչը, երևի էլ հողեր ունի հանձնելու,
Դոգին ուզում են այնտեղ պահեն, մինչև այդ հողերը հանձնեն, պրծնեն, նոր թողեն, որ խանգարող չլի։ Դոգը բանա չէ, ոսկորը իրանց կոկորտին բայնած։ Ոնց են սահմանադրական Հաչապյանքի դադարը։ Ես պաշտում եմ դոգին, դոգը իմ նախագահսա։ Ոնց որ բանի դատարանի դիմացը մի ժամվա մեջ ինչքան մարդ հավաքեց։ Ինքը վախենում է, որ նորից էլի հողեր հանձնի, նորից էլի լավ անում։ Ոչ ինձ կա քրվում, ոչ քեզ ա քրվում։ Ումը որ պետք է նրան էլ քրվում է։ Ումը հասնում է նրան էլ քրվում է։ Դոգը քրվում է երկիր քանդողին, թալանողին։ Լավ անում։ Իմ բերանից կտրում են, տանում են, իրանց երեխեքին են կերցնում։ Իր երեխեն ինձանից լավը չէ։ Լավ անում քրվում է, լավ անում։ Ես պաշտում եմ դոգին, ես հավատում եմ դոգին։ Աղոթում եմ դոգի համար, աղոթում եմ իր համար։ Այսինքն սրտանց սպասում եմ, որ ինքը գա ու ինքն էլ կանցնի, ինքը ունի բազմա հազարանոց բանագիր կողքին։ Դե հիմա պարտադիր չի վարչապետ։ Չես աշխուր տալի։ Պարտադիր չի վարչապետ։ Բայց դե ինքն էլ մի հատ նենց ասենք ԱԱԶ-ի պետ, ասենք պաշտպանության նախարարության պետ, ինչ պարտադիր է վարչապետ։ Պետք է գա Հայաստանին հաստատ, հա։ Իհարկե կթողեն։ Ինչ ասեմ, այդքան բան։ Նախկիները հասկացան։ Հրեական վիրուս է։ Իսրայելի վիրուս։ Չեն թալանել, ինչքան որ թալանել են, բայց ոց ձեր չափ չեն թալանել։ Հələ մի հատ հիշեք 7 տարի առաջ ով էիք դու։ Բոլորդ հարկատիրի պարտքերը, բրեկները եկակ իշխանության։ Հիմա այսօրվա օրը գոնե ամաչ են թալանից մի խոցացել։ Գոնե ամաչ են։ Հետ են բերում, մեզ են տալի, մեզ ինչ, իմ համար ինչ տարբերություն, Պողոսից կառեն պետր, մեկը բերում են իրանք իրանցը պարքեվատ վճար են բաժանում, իրանք իրանցը առանձնատներ են առնում, դրանից ժողովուրդը շահում, ջահանդամին բերես, ռենջ առ ռենջ, ռենջները առնում ես կնգակ տալք ես դնում, կարող է ժողովուրդն օգտվում դրանից։ Հակոբյանը ասում է, որ կրթվել է նորաձև է եւ հասարակությունը կրթվելու կարիք ունի, որպեսզի հասկանա իրենց իշխանության գաղափարախոսությունը։ Ինչ կասեք այս առումով։ Տղա ջան, մի բան ասեմ, մի քիչ շատ գլի, բայց դե պետք է ասեմ։ Հələ թող մի հատ, չէ, մի քիչ քաղաքավարի կփորձեմ։ Հələ թող մի հատ իրանք կրթվեն։ Այդ երբեն օլոյի ջոլոյի պես խայտարագություն, դրանք որ դուրս են գալի երեխեքին էլ հետևներից գծած ամաչում են, որ դրանք մեր երկրի ղեկավարն են։ Այդ դու երբ ես Անա Հակոբյան մի հատ կիրթ մի բառ ասե, որ այսօր էլ ազգին ես ուզում կրթվես, հələ մի հատ դու գնա փողոցով քայլելուց սովորի, որ քորելով ձեզի չքայլեք, հələ այդքան բանը գիտակցի, հելնում եք ամբիոններից ամբողջ ընտանիքը մենակ ինքը չէ։ Քորելով ման է գալի իրանցը, հիմա դուք կրթվեք, նոր արեք ուրիշներին կրթեք, հողերս ձեր գլխին, թալանեցին կերան մեր երկիրը, չգիտեմ ոնց պտի անենք, ընձի թմա ասված արդարայելի չի թողի, արդեն ենքան ենք փորձությանը կե, նայն է մի ժողորդին լացս գալիս է, այսօր ասում հլետ չնած գալիս եմ շուշուտ եմ գալի, սրանք իմ հայրենակիցներն են, այդ համ հլետեն համ ես էլ իմ լումայու չապով, զենք բռնել չգիտեմ, ոչ բան անել չգիտեմ, բայց ես էլ իմ լումայու չապով ուզում եմ գամ կայլեմ իմ արցախցի քույրերի եղբայրների կողքը, որ իրանք իմանան, իրանք մենակ չեն, թող նորից եմ ասում, անիծվի են մարդը, ով որ Արցախցի, Ղարաբաղցի կտարանջատի, իրանք մեր քույրներն ու եղբայրներն են, ու իրանք հավասար արտոնություններ ունեն այս երկրի մեջ, էսի Նիկոլի երկիրը չի, էսի մեր երկիրն է, Նիկոլը ժամանակավոր մի բան է, հետո մի բան էլ ասեմ, սրանք չեն ամաչում, ասում են 680,000 ձայն տվող ենք ունեցել, բան ջան, Ալին ջան, Վահագ Ալեքսանյան ջան, էդի խափնվել ենք, 680,000-ի մեջ ես էլ եմ եղել,
Համի ոտերս թողել եմ, գլխիս եմ խփում, ինպես միլիոնավոր մարդիկ խափնվել են, փոշմանել ենք, չենք իմացել, որ թուրքի գործակալներին բերում ենք Հայաստանի իշխանության գլուխ։ Չենք իմացել, որ Ալիևը բտինդեղից հրամայի, մենք էլ ստեղ ենթարկվենք Ալիևի հրամաններին։ Էսի մեր երկիրն է, Նիկոլ, էսի քո երկիրը չի։ Դու արդեն հոգեբարքի մեջ ես, քո վերջի խրխրոցներն արդեն ելում, վերջի խրխրոցները, հրգություն չկա, Աստված արդար է, Աստված դաժան չի թողի, որ այս ժողովուրդը առանց էտել այսքան տանջվա ժողովուրդը նորից այսքանից հետո տանջում են, մեռնեմ Աստծուն, թող իրանք էլ իրանց այդ հասափուսեկը չին ամանչում, իդ ինչեր են խոսում, հելնում են էթում են արդ երկրներ, ժողովրդի անունից են խոսում, Հայաստանի անունից են խոսում, նոր իրանք մոռացել են, որ իրանք ընդամենը ունեն 7% ձայն։ Դու ով ես, որ էթում ես, մի հատ ժողովուրդն են ես եմ, քեզով է այդքան իրավունք տվե, որ դու այդ ասիմ անունից ընդեղ երանք Հայաստանը որոշել է, գլուխդ պատին ես տվե, դու Հայաստանն ես, հա, Էդու ես ասում ես Հայաստանը Արցախը ճանաչում Ադրբեջանի կազմի մեջ, դու ես Հայաստան, այ քնձր։ Գրակները կեմ ենք այդ գժերի ձեռը, թող էթանայն մարդ իրանց երամով, նախիրով էթան հոգեբուժարանները բուժվեն, մենք էլ պրծնենք, մենք էլ մեղք ենք, խիս ես լարված վիճակ կլի, 4 հատ նախագահ ենք ունեցել, որ մի նախագահի օրոնք ենք սենց լարված քնում ես, էլ մի չգիտես, թուրքը գլխիդ վերևը կլի թե չի, չգիտեմ, էլ բան շատ բան ասում, շատ երկ գիտեմ ծեներ չի գալի, շատ բան կարամ ասեմ, բայց ցենզուրայից դուրս կգամ, այս իրանք չեն էլ նայեն, 70 տարեկան մարդուն տարան բռնեցին, չեն էլ նային տարիքը, ծերըդ, մի հատ մահանա են մանգալի, ես այս 7 տարվա մեջ սենց հասկացա, որ ով Նիկոլին չի գովում իրա կնգահետ կամ էլ իրա փնթոշ ընտանիքին, հաջորդ օրը բերդ, մի հատ գործ սարքում են ու գնա,